Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակության, ինչպես ամեն ուրբաթ, այսօր եւս մենք խոսելու ենք միայն եւ բացառապես մշակույթից, իսկ իմ զրուցակիցն է Մատենադարանի տնօրեն, հանրային խորհրդի նախագահ Արա Խզբալյանը, բարև ձեզ, պարոն Խզբալյան։ Պարոն Խզբալյան, արդեն նշեցի, որ այս օրերին մենք խոսում ենք միայն ու բացառապես մշակույթից, ընդորում գլոբալ իմաստով, ոչ թե առանձին ճյուղերից, այլ ընդհանուր մշակույթի մեր ընկալումների մասին, դերի ու նշանակության հիմա։ Սկսենք մշակույթի մեր ընկալումներից։ Մեր ընկալումները վերջին տասնամյակներում գլոբալ փոխվել են։ Խորհրդային միության տարիներին մենք ունենք մշակութային մի ընկալում, որովհետև ըստ էության դա այն ընկալումներ, ես համատարած եմ ասում, անհատների մասին չեմ խոսում, որը պարտադրում էր պետությունը, հետո անկախության հռչակումից հետո պետության կողմից պարտադրանքը ըստ էության ավարտվեց, դադարեց, որպես այդպեսին, հետո մենք հանկարծ հայտնաբերեցինք, որ ընդհանրապես մշակութային քաղաքականություն որպես այդպեսին չունենք կամ ունենք հակաքաղաքականություն, որովհետև հաշվի առնելով 2000-ական թվականների, 10-ական թվականներին այն աղբը, որով անընդհատ պարբերաբար հնարավոր բոլոր աղբյուրներից լցվում էր մեր տներ, դա ըստ էության հակամշակույթի քաղաքականությունն էր։ Հիմա չգիտեմ ուր ենք հասել, ուր ենք հասել։ Գիտեք, ինձ թվում է, որ մենք կարիք ունենք մշակութաբանական լուրջ քննարկման, այսինքն մասնագիտական քննարկման, որովհետև ցավոք սրտի հիմնականում բոլոր այն մարդիկ, ովքեր օգտվում են պետական դրամաշնորհային ծրագրերից, համարում են, որ մշակութային քաղաքականություն կա, բոլոր այն մարդիկ, ովքեր չեն օգտվում պետական դրամաշնորհային ծրագրերից, համարում են, որ մշակութային քաղաքականություն գոյություն չունի։ Մշակութային քաղաքականության խնդիրը մինչև ֆինանսներին անդրադառնալը շատ ավելի բարդ շերտեր ունի, եւ ես ուղղակի կարոտ եմ մշակութաբանական լուրջ քննարկման, ինչ է նշանակում քաղաքականություն, ինչ է նշանակում մշակութային քաղաքականություն, ինչ ենք մենք դրա տակ հասկանում, գուցե դա շատ պարզ բան է իրականում, ոչ թե փիլիսոփայական կոնցեպտների եւ մշակութաբանական հայեցակարգերի մի իրականություն, կարիք կա իրականում մասնագիտական քննարկման, ցավոք սրտի հենց մշակույթը տուժում է այնտեղից, այն պահից, երբ մասնագիտական տեսակետները փոխարինվում են դեղին մամուլի մակարդակի, դեղին մամուլի բառապաշարի քննարկումների։ Մեր կյանքում, մեր առօրյայում, մեր գործնական իրականության մեջ ցավոք սրտի ամեն ինչ է պրիմիտիվացված եւ գռեհկացված, մասնագիտական չափանիշը մոռացված, բոլորը խոսում են ամեն ինչի մասին, բոլորը գիտեն ամեն ինչ, բոլորը գիտեն ճիշտն ու սխալը եւ գիտեք, մինչեւ բարձր բաներից խոսելը, գեղարվեստական մշակույթը, հոգեվոր մշակույթը, մեր առօրյայի մշակույթը ինչ է մեզ հուշում, ցավոք սրտի ոչ մի լավ բան։ Եթե առօրյայի մշակույթ օրինակ, այսպես սուբլիմացնենք ու փորձենք տանել դեպի երթևեկություն, դա ընդհանուր սարսափ է։ Եվ ոչ միայն երթևեկություն։ Չէ, ես դրա համար պրիմիտիվացրեցի։ Նույնիսկ եթե երթևեկություն մեքենաներին էլ հանենք տնենք մի կողմի վրա, թե ինչպես ենք մենք մայթերով քայլում եւ ինչ ենք թողնում մեր հետևից, այդ ես ձեզ ասեմ, այդ քննարկումը ոչ մի լավ տեղ չի տանում։ Բայց ավելի հետաքրքիր ֆենոմեն կա, եթե նկատել եք, երբ հայ մարդը նստում է ղեկին, ինքնազգացողության մի փոփոխություն է ունենում։ Չգիտես ինչու որոշում է, որ ինքը գերակայություն է ձեռք բերում բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր այդ մեքենայից դուրս են։ Ղեկին նստած մարդը դառնում է ավելի ագրեսիվ, ավելի անհանդուրժող, եւ սա շատ հետաքրքիր բան է։ Այս տեսակ փոքր դրվագների մեջ մենք պիտի քիչ-քիչ մեզ ճանաչենք, էլի, ինչ ստրուկ ենք հաղթահարում մեր մեջ։ Արդյոք մենք ունենալով 3 տասնամյակից ավելի անկախ ապրելու հնարավորություն սպանել ենք մեր միջի ստրուկին, հաղթահարել ենք կապանքները։ Ես կարծում եմ, որ այդ ստրկության հաղթահարումը սկսում է եւ մշակույթը սկսում է հարգանքից սեփական անձի հանդեպ, հարգանքից դիմացինի հանդեպ, հարգանքից միջավայրի հանդեպ, եւ այս իմ թվարկած բոլոր բաները այսօր ուղղակի գոյություն չունեն կամ շատ քիչ մարդիկ են կրողը այս ամենի։ Դրա համար երբ ասում ենք մշակույթը լսելու ունակությունն է, մշակույթը այլակարծության հանդուրժումն է,
մշակույթը սեփական ճշմարտության վրա կասկածելն է, մեր կյանքը ցավալիորեն բևեռացվել է եւ պարզունակացվել է այն աստիճան, որ մեզ համար կան հայրենիքի համար զոհվողներ եւ դավաճաններ։ Այսինքն այլ լուրջ քննարկում գոյություն չունի։ Այն որ իշխանություն եւ ընդդիմություն կարող են նման պիտակներով իրար հետ խոսել եւ այլն, դա ինչ որ միտեղ կարելի է հասկանալ, բայց երբ դա մտնում է մտավոր միջավայր, երբ մտնում է դասախոսական միջավայր, երբ մտնում է ինչ ասեմ, կրթված մարդկանց միջավայր, նման կարգի քննարկումները, սա ուղղակի աղետ է, ես այլևս չեմ խոսում լրատվության մասին, ես ներողություն եմ խնդրում, որ լրատվության կենտրոնում նստած պիտի խոսեմ լրատվության աննախադեպ հետընթացի դեգրադացիայի մասին։ Եվ ամեն քայլափոխի ենք մենք հանդիպում դրան, որ պարզապես ինչ ասեմ, բարեկրթության տարական նորմերի մոռացություն եւ արդեն մենք մտել ենք պարզապես անդաստիարակության դաշտ եւ անդաստիարակությունն ու լկտիությունը մեզ համար դարձել են սովորական դրսևորումներ։ Պարոն Խզմալյան, երկու լրացում ուղղակի այս ձեր վերջի մտքի հետ կապված, նախ մենք արդեն հանրային ռադիոյում ամեն շաբաթ օր էլի ժամին 19:00-ին ունենք մի հաղորդաշար, որը կոչվում է Հանրամեդիա եւ որտեղ մենք լրագրողներով հավաքվում ենք եւ քննարկում ենք մեր խնդիրները։ Եվ այդ իմաստով հաջողով այդ իմաստով ես ձեզ հետ մասամբ համամիտ եմ։ Տեսեք, դուք ասացիք, որ բարեկրթությունը դա նաև դիմացին հետ չհամաձայնվելով լսելու արվեստն է։ Ես ինչ որ հարցերում ձեր հետ համաձայն չէի, լսում էի, բայց հիմա ասեմ ես ինչի հետ համաձայն չէի։ Տեսեք, երբ ես ասում եի, որ մենք 25-30 տարի մշակութային քաղաքականություն չենք ունեցել, այդ մշակութային քաղաքականության բացակայությունը բերում է նաև բարեկրթության բացակայության, աստիճանաբար, որովհետև դա դառնում է ընդունված վարքագծային կանոն, անբարեկիրթ լինելու։ Իսկ լրագրողները որպես կանոն լուսնից չեն իջել, այսինքն իրենք այն արժեքների կրողներ են, որը կա հասարակության մեջ, այնպես որ հիմա երբ մենք խոսում ենք լրատվությունից, երբ մենք խոսում ենք բանակից, բանակում տիրող վարքերից եւ այլն, ըստ էության մենք խոսում ենք բոլորի մասին։ Հիմա այստեղ եթե թույլ տաք մի կետում չհամաձայնեմ, ասեմ որ կետում։ Իհարկե մենք բոլորս հասարակության մաս ենք, բայց եթե լրագրողը կարող է իր տգիտությունը, չիմացությունը, պրոֆեսիոնալ տկարությունը հիմնավորել, որ դեռ միջավայրն է այդպեսին, ես էլ միջավայրի մաս եմ, նույն տրամաբանությամբ դասախոսը կարող է այդպես մտածել, նույն տրամաբանությամբ բժիշկը կարող է այդպես մտածել, իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարող են այդպես մտածել։ Ես խոսում եմ պրոֆեսիոնալիզմի մասին եւ բազմաթիվ առիթներ եմ ունեցել ասելու, որ ես ունեմ հայրենասիրության իմ բանաձևը, հայրենասիրությունը պրոֆեսիոնալ գործունեությունն է։ Եթե մարդը իր ընտրած մասնագիտությունն իրականացնում է հավուր պատշաճի, նա ինձ համար ամենամեծ հայրենասերն է։ Եթե մարդը չունի մասնագիտություն եւ այդ մասնագիտություն չունենալով ընտրել է լրագրությունը իբրև զբաղմունք եւ զբաղված է կեղեքելով մեր լսողությունը ու մեր ճաշակը, կներեք, ես չեմ կարող սա որևէ բանով արդարացնել եւ պրոֆեսիոնալիզմից դուրս հայրենասիրությունը ուղակի վտանգավոր է, ուղակի դառնում է աղետ։ Այն ինչ մեր շուրջը տեղի ունենում ամեն օր։ Ուղղակի մի ռեպլիկ անեմ, ինձ համար այս թեման այս պահին փակեմ, մինչև վաղը մենք այս թեմայով էլի կխոսենք։ Դուք ճանաչում եք որևէ հիմարի, որը ընդունում է, որ ինքը հիմար է։ Վաղը կպատասխանեմ։ Լավ։ Հիմա քանի որ այսպես մշակույթից հասանք լրագրություն, ինչ սկզբից գորեն իրենք բաժանելի չէ։ Որոնք ասում են, որ հիմար են։ Դրանք խելոք մարդիկ չեն, դրանք իմաստուն մարդիկ են։ Այդ իմաստուն մարդիկ են այդպես անում։ Երբեմն ես էլ եմ այդպես վարվում։ Հիմա տեսեք, ինչ պիտի արվի, որ այդ բացը լրացվի, որովհետև բացը ահռելի է։ Ես չեմ ասում մենք ապրում ենք համատարած խավարի մեջ, չէ, այդպես չի, ասենք, եսի տարբերություն շատ մարդկանց, ոչ վարդագույն ակնոցներ ունեմ, ոչ էլ հակառակ ակնոցներում եմ ամեն ինչին նայում, բայց խավարը կա, մենք ունենք հրաշալի այսպես միջանցքներ լուսային, որոնք տեսանելի են, որոնք կարելի է շոշափել, բայց այնուհանդերձ այդ խավարը, այդ 6-8 միջավայրը պայմանական ասած, երաժշտական լեզվով ասած, ինքը ավելի գերակա է մնացածի հանդեպ։ Ինչ անենք, որ այդ լույսը մի քիչ ավելի շատ լինի, քան խավարը։ Սա ամենալուրջ հարցերից մեկն է։ Ես կարծում եմ, որ տեղեկատվական քաղաքականության խնդիր ունենք։
վաղուց, եւ սա ոչ միայն մեզ մոտ, տեղեկատվություն նշանակում է վատ տեղեկատվություն։ Այն արհավիրքների միջով, որոնցով մենք անցանք ազգովի, պիտի մեզ թելադրեին մշակել մի տեղեկատվական քաղաքականություն, որը օգներ սպիացնել վերքերը, օգնել վերականգնել արժանապատվությունը, օգնել վերականգնել հավատը ներկայի ու ապագայի հանդեպ։ Դրա համար անհրաժեշտ է մի բան։ Հանրությունը պետք է, ես գուցե ուտոպիստական բան եմ ասում, բայց հանրությունը պետք է որոշի, որ ինքը քիչ պիտի խոսի։ Մեր ամենամեծ դժբախտությունը այս առատախոսությունն է, այս տեսակետների ու խոսքի ոչ թե ազատության, այլ անարխիայի պայմաններն են, որ ստեղծված են լիուլի, յուրաքանչյուրը ուղղակի պիտի փորձի մեկ քայլ անել դեպի առաջ իր գործի մեջ, իր ընտրած կոչման մեջ, աշխատել եւ քիչ խոսել, քիչ գնահատել եւ մի քիչ կասկածել սեփական ճշմարտության վրա։ Ես այս մասին տարբեր առիթներով խոսել եմ, հենց դրա համար էլ մենք մեծ դրամատուրգիայում խորին համոզումով չունենք, որովհետեւ մենք մի տեսակետի հանրություն ենք պատմականորեն։ Երբ ես ընթերցում եմ 19-րդ դարավերջի մամուլը, ժամանակին զբաղվում էի Հակոբ Պարոնյանով եւ ստիպված էի անցնել ամբողջ 19-րդ դարավերջի մամուլով, որովհետեւ չիմանալ այն իրականությունը, որում ապրել է Պարոնյանը եւ հասկանալ թե ինքը ինչի մասին է գրել, հնարավոր չէ ուղղակի, որովհետեւ Պարոնյանը մի կոդավորված տեքստ է, Պարոնյանը կարելի է հասկանալ միայն իրականության իր ժամանակի իրողությունները ճանաչելուց հետո։ Եվ այն ինչ տեղի է ունեցել 19-րդ դարավերջում, դա ուղղակի իսկապես էլի աղետ էր, որովհետև անհանդուրժողականության նույն մթնոլորտը, փոխադարձ ատելության նույն մթնոլորտը, իրար զրպարտելու, դավաճան անվանելու, դավաճան կոչելու, փրկիչներ ու դավաճաններ եւ այս երկբևեռ ու պրիմիտիվ մտածողության մեջ քիչ թե շատ սթափ դեմքը եղել է Հակոբ Պարոնյանը եւ եթե տեսնեք նրա գրական ժառանգության մեջ շատ քիչ բան կա Օսմանյան կայսրության մասին։ Հիմնական սլաքներն ուղղված են ներհանրային, ներազգային կյանքին եւ իր ամբողջ ողբերգական ու դառը հեգնանքը դրսեւորվել է ազգային կյանքի նկատմամբ։ Եվ այո, Պարոնյանը ակտուալ է այդ իմաստով։ Ամեն մեր ասած նեգատիվ խոսք, ամեն մեր ասած արտահայտած նեգատիվ միտք դառնում է նյութական էներգիա եւ անդրադառնում է մեր առողջության, մեր հանրային կյանքի, մեր պետական գործերի վրա։ Սա շատ կոնկրետ բան եմ ասում։ Կուզեք պատճառներից մեկը, ես ասեմ իմ սուբյեկտիվ կարծիքը։ Պատճառներից մեկը հիմա ինձ հետո կարող է դրա համար քարկոծեն, բանադրեն, չգիտեմ, քարատեն եւ այլն, դա Ռաֆիի Սամվելն է։ Որը դրված է խորհրդային տարիներին ես հասկանում եմ ինչի է դրված բանի հիմքում, կրթական համակարգի հիմքում ըստ էության հիմնակարերից մեկն է մեր անկալումների ձևավորման համար։ Նույնը հիմա շարունակվում է։ Ռաֆիի Սամվելը մնում է այդ էտալոնային կերպարը։ Եթե դու այս կողմից ես, ուրեմն դավաճան ես ու պիտի մեռնես։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում այն իմաստով, որ մենք իրականում կանք այն ինչ ինքներս մեր մասին մտածում ենք։ Ցավոք սրտի մենք այն բոլոր դեմքերին մեր անցյալի, որոնց սրբացրել ենք, չենք ճանաչում բացարձակապես։ Օրինակ, արդյոք մենք ճանաչում ենք Խաչատուր Աբովյանին, նրա մեծությունը, Գարեգին Հովսեփյանին, Հովանես Թումանյանին, եւ ելի կարող եմ այսպիսի անուններ թվարկել, որոնք ըստ էության պետականության ու պետության բացակայության պայմաններում դրսևորել են բացառիկ քաղաքացիական ուրեմն գործունեություն եւ դիրքորոշումներ։ Եվ մենք անգամ մի վավերագրական նորմալ ֆիլմ չունենք, ել չեմ խոսում գեղարվեստական ֆիլմերի մասին, այլ խոսում ենք մշակութային քաղաքականության մասին։ Ինձ թվում է, որ մշակութային քաղաքականության կարևորագույն առանցքներից մեկը պիտի լինի այս մարդկանց մասին ֆիլմերի պատրաստումը, նկարահանումը, որ մենք ճանաչենք մեր իրական արժեքներին։ Երբ ես խոսում եմ, որ մենք մեր պատկերացումը, մեր կարծիքը մեր մասին պիտի փոխենք, իսկ ինչպես պիտի փոխենք։ Պիտի փոխենք ներկայացնելով Խաչատուր Աբովյանին, որ մարդ, որը եվրոպական մշակույթով ներծծված, համալսարանական միջավայրում ձևավորված, բոլոր պայմաններն ուներ մնալու եւ իր կյանքը շարունակելու, իրեն ավելի արժանի իրականության մեջ, ամեն ինչ թողեց, եկավ եւ այստեղ բացարձակ խոպան միջավայրում, կներեք, որ այդպես եմ արտահայտվում, կրթական եվրոպական համակարգ էր ներդնում եւ մարդկանց լուսավորում։ Ճիշտ եք ասում, հիմա դրա հակառակ օրինակը բերեմ, հակառակեն իմաստով չէ։ Էլի կրթական համակարգի մասին, այսինքն մենք դրա մասին ավելի քիչ ենք խոսում, քան օրինակ Մուրասանի Նոյան Ագրավի,
որը ըստ էության Աբովյանի նախատիպն է կամ ասենք հետ Աբովյանական, հա, ինչ որ կերպար է, բայց մարդը եկավ այդ ձեր ասած խոպան տեղը, հետո փախավ։ Այ մենք ավելի շատ նրանից ենք խոսում, քան Աբովյանից, որը հա, ես չգիտեմ ինչ է եղել Աբովյանի ճակատագիրը, որևէ մեկը չգիտի։ Միգուցե այնտեղ միտեղ քանակերում սպանված ընկած է, ինչև այսօր տարբեր, բայց ես չեմ հավատում, էլի որ մարդը առավոտը հա շուտ արթնացավ, ասես գնամ մի հատ Իլյարն Արարատ գնամ ու էլ չգամ։ Այնտեղ շատ հավաստի փաստեր կան իր անձնական կյանքի հետ կապված, հիմա պատահի առիթը չի դրան անդրադառնալու, բայց խնդիրը նույնիսկ տեսեք մենք էլի միստիֆիկացիայի վրա ենք գնում, ինչպես ավարտեց իր կյանքը, բայց ինչպես անցկացրեց իր կյանքը։ Այ այդ եմ ասում։ Այս վախճանասիրությունը մեր, վախճանապաշտությունը, եթե կարելի է ասել, մեզ ամեն ինչում ավարտն է հետաքրքիր։ Մահը, ավարտը, հանգրվանը, գերեզմանը, կարոտը, հիշատակը եւ այլն։ Դուք տեսեք, ըստ էության մեր քաղաքը վերածվել է մի մեծ դամբարանադաշտի, ամեն պատի վրա կծրած, այստեղ ապրել եւ մահացել է այսինչը, այնտեղ ապրել եւ մահացել է այնինչը, կիսանդրիներ, բաներ եւ այլն։ Ես կարծում եմ, որ այս արտաքին ատրիբուտներով մենք ընդհակառակը հեռանում ենք ճշմարտությունից եւ փողոցների անվանակոչության այս մոլուցքը Միացյալ Նահանգներում, Նյու Յորքի պես մի հսկա քաղաքում փողոցները թվահամարներով են իրարից տարբերվում։ Այ էլի մշակութային քաղաքականության ու մտածողության փոփոխության խնդիր ունենք, որովհետև ամեն հարազատ ձգտում է որևէ կերպ հավերժացնել իր մանավանդ արժանավոր նախնիների, ծնողների, հարազատների հիշատակը։ Բայց սա մեկ էլ տեսնում ես ձևավորեց քաղաքի միկրոկլիմա, միկրոմիջավայր եւ ձևավորում է մտայնություն, ձևավորում է հոգեբանություն եւ մենք անընդհատ վրիպում ենք մեր ներկան։ Մենք կամ խնկարկում ենք անցյալը, որը չգիտենք, որը չենք ճանաչում։ Ես չգիտեմ, քանի հայ կա Հայաստանում, որի մտքի մեջ Հայաստանի հայոց պատմությունը ամբողջական մի կտավ է։ Արդյոք մենք պատկերացնում ենք այդ անընդմեջ process-ը մեր պատմական։ Վստահ եմ, որ ոչ։ Մենք խոսում ենք մեծությունների մասին, չենք կարդացել Թումանյանի հոդվածները, որոնք կարծեք այսօր գրված բաներ լինեն, շատ ենք չի ասում արդիական, Թումանյանը առհասարակ ինչ ասել է, դա մի տեսակ ճակատագրի է վերածվել եւ բանաձևի եւ այո, մենք այսօր խնդիր ունենք հաղթահարելու հենց Թումանյանի ասածները, հենց Թումանյանի տված գնահատականները հաղթահարելու խնդիր ունենք։ Եվ գուցե այս մսաղացի միջով անցնելով պիտի մենք կարողանանք ձևակերպել մեր շատ ենք խոսում ինքնության մասին, եւ ամեն աննշան առիթ վերածում ենք ինքնության ոտնահարման աղմուկ աղաղակի, որ մեր ինքնությունը ոտնատակ է տրվում, մեր ինքնությունը մոռացվում է, իսկ այն մարդը, որը գիտի իր ինքնությունը, դա հասկանում է, որ այդքան հեշտ չէ այդ ինքնությունը մոռացնել։ Ես միշտ ասում եմ, քանի դեռ մենք Մաշտոցի պողոտայից տեսնում ենք Մաշտոցի անվան մատենադարանը, ուրեմն մեր ինքնությունը այնտեղ է եւ այդտեղ պիտի հենվենք։ Մենք շատ կեղծ սրտացավության նոպաներ ենք ունենում ազգովի։ Ես շատ քիչ եմ հավատում հանրային ալեկոծումներին այս կամ այն առիթով, որովհետև ինձ համար ինքնությունը սկսում է ճանաչողությունից, բայց վստահ եմ, որ մենք շատ վատ գիտենք մեր ինքնությունը, ճշմարիտ ինքնությունը, մեր ճշմարիտ արժեքները, մեր անցյալը եւ ավելի շատ պիտի խոսենք ոչ թե մշակութային քաղաքականության մասին, ինձ թվում է, այլ կրթական քաղաքականության մասին, որովհետև մշակույթը այլևս ձևավորված մարդկանց պրոֆեսիոնալ, ազատ ստեղծագործողների, արվեստագետների իրականությունն է եւ կարծում եմ, որ կառավարության, պետության առաջնային նպատակը պարզապես պայմաններ ստեղծելն է ազատ ստեղծագործելու, աշխատելու, հնարավորություն տալու եւ շատ հաճախ նույնիսկ չխանգարելու մեջ։ Սա էլ է կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը չխանգարել։ Մնացածը կարծում եմ բոլոր խնդիրները պետք է դուրս գալ մշակույթից եւ փնտրել կրթական համակարգում։ Այսինքն պետք է այդ իմաստով մտածել կոնցեպտներով, հա, ինչ կոնցեպտում ենք մենք տեղավորում եւ մշակույթը եւ կրթությունը եւ մնացած ամենը, պաշտպանությունը եւ այլն, դա ամեն ինչ բխյալ։ Հիմա տեսեք, օրինակ իշխանությունը դուք ասիք, որ պետությունը պիտի չխանգարի։ Իշխանությունը ունի նոր կոնցեպտ, որը կոչվում է իրական Հայաստան, ինքը բնականաբար ունի մշակութային կոմպոնենտ։ Ես տենց մանրամասն չեմ նայել դեռ ծրագիրը, տենց ինքը չկա էլ տենց առանձնապես ինքը տենց բայց գիտե որ քննարկումների արդեն առարկա եղել է, այ ասենք ինչ է առաջարկվում մշակույթի հետ կապված։
Դուք ինձ ստիպում եք ես մի քիչ հանգամանքներից առաջ անցեմ, որովհետև հանրային խորհրդում շուտով հրավիրելու ենք այդ նախագծի հեղինակներին, իմ գործընկերոջը Դանիել Դանիելյանին, նախարարության այլ աշխատակիցներին եւ այն նախագիծը, որ շրջանառվում է, կարիք ունի լուրջ քննարկման եւ ես շատ անկեղծ եմ խոսելու դրա մասին։ Մի քանի խոցելի բան կա այդ նախագծի մեջ։ Ուզում եմ հենց սկզբից ասել, որ ես համակրում եմ իրական Հայաստանի գաղափարը եւ կարծում եմ, որ այո, ազգային անվտանգության խնդիր կա, ազգային անվտանգության բաղադրիչ կա իրական Հայաստան հասկացության մեջ, գաղափարախոսության մեջ, բայց մի քիչ տարբեր մոտեցումն են, որտեղ կարծում եմ, որ իրական Հայաստանը հակադրված չի պատմական Հայաստանին, որտեղ եղել է պատմական Հայաստան, բայց արդեն իսկ պատմական լինելով մենք պետք է ակտուալ հակումներ եւ ակտուալ ծրագրեր այդ անցյալի սահմանների, անցյալի իրողությունների հանդեպ չունենանք եւ մեր ուշադրությունը պիտի կենտրոնացնենք միջազգայինորեն ճանաչված մեր երկրի սահմաններում, առավել եւս որ այդ երկիրը կարիք ունի ուշադրության, կարիք ունի զարգացման, կարիք ունի համայն հայության կենտրոնացման, ֆինանսական ռեսուրսների, մասնագիտական ռեսուրսների։ Մենք այնպես ենք խոսում Հայաստանից դուրս մեր հավակնությունների մասին, կարծեք մեր երկրում բոլոր հարցերը մենք կարգավորել ենք, բոլոր մարզերը ծաղկում են, բոլոր գյուղերը մարդաշատ են, բոլոր գյուղերում դպրոցներն ու ճանապարհները կառուցված են, այդպես չէ։ Եվ այո, ազգային անվտանգության առաջնահերթ խնդիր է կենտրոնացնել մտավոր, բարոյական, նյութական, մասնագիտական պաշարները Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս։ Բայց մի լավ բան ասաց պարոն Բաբայանը Ռուբեն անցյալ օրը խոսում էինք այս թեմայով, ասաց ես դեմ չեմ պատմական եւ իրական Հայաստանին, կարծում եմ հակադիր չեն, դեմ եմ իրական Հայաստանին եւ երևակայական Հայաստանին, այսինքն ֆենոմենն էլ կա երևակայական Հայաստան։ Ինչ վերաբերում է այս կոնցեպտին, ես կարծում եմ, որ 21-րդ դարում որևէ թեմատիկ հուշում կայացած պրոֆեսիոնալ ոլորտին, պրոֆեսիոնալ ստեղծագործական հանրությանը անընդունելի է։ Մենք այստեղ չենք կարող ասել, որ այ մենք խրախուսում ենք այսինչ թեման, դեմ ենք այսինչ թեմային, մենք կարող ենք դա դնել պետական դրամաշնորհային հայտերի մի պայման, որ առաջնահերթություն կտրվի այն թեմաներին, որոնք վերաբերում են այս բաղադրիչներին, որը բխում է գլոբալ պետական քաղաքականություն։ Ասում եմ, ես այս ուզում եմ, այս մեկը չեմ ուզում, դա ոչ այլ ինչ է, քան սովորական գերաքննություն։ Ես ասեմ դրա տարբերակը որն է, որովհետև երբ ես եղել եմ մի փոքր նաև կաշկանդված եմ, որովհետև ինքս զբաղեցրել եմ բարձր պաշտոն այս ոլորտում եւ չստացվի, որ ես հիմա դրսից գնահատում եմ իմ գործընկերների Չէ, դե հիմա այդ ստացվում չէ, բայց ստացվում է, որ ես Երևանի քաղաքապետարանից պիտի չխոսեմ ընդհանրապես։ Բայց ասեմ, որ քանի որ դրվել է շրջանառության մեջ եւ իսկապես իմ գործընկերները ակնկալում են բաց քննարկում այս փաստաթղթի հանդեպ, սա եւս լավ առիթ է, որ դրա մասին մենք խոսենք։ Պետությունը կարող է առանձին նպատակային ծրագրերով ֆինանսավորել նախագծեր, որոնք հաստատում են իր պետական քաղաքականությունը։ Բայց սա պետք է լինի մասնավոր մի բաղադրիչ պետական ֆինանսավորման։ Նպատակային այդ նոր ես խոսում եմ, չէ, որ մենք պիտի ֆիլմեր ունենանք Աբովյանի, Թումանյանի մասին, Կոմիտասի վերաբերյալ քիչ թե շատ ֆիլմեր կան, բայց մյուս արժեքներն են անտեսված։ Սա կարող է լինել պետական առանձին մի ծրագիր այս մարդկանց անդրադառնալու, բայց մյուս ամբողջ ոլորտը ստեղծագործական որևէ կոնցեպտի մեջ չի կարող մտնել, առավել եւս որ ընդհանրապես հնարավոր չէ որոշել, թե որ գործն է պատերազմի մասին, իսկ որն է խաղաղության մասին։ Հիմա եթե կոնցեպտը ենթադրում է, որ առաջնահերթություն պիտի տրվի խաղաղության, լավատեսության եւ այլն, ես հարց եմ տալիս։ Պատերազմ եւ խաղաղությունը Լև Տոլստոյի ինչի մասին է պատերազմի թե խաղաղության։ Լավ, այդքան երկար չենք արտավոչուկ, ավելի կարճ հարցամ։ Հրաժեշտ զենքին է Հեմինգուեի ինչի մասն է պատերազմի թե խաղաղության։ Ես չգիտեմ։ Հենց այդ։ Ես չգիտեմ։ Յարոսլավ Հաշեկի Քաջարի զինվոր շվեյկի արկածները պատերազմի մասին է թե խաղաղության։ Եվ հետո իսկ ինչ ենք հասկանում պատերազմ եւ խաղաղություն ասելով։ Օրինակ ես չգիտեմ, Աուստերլիցի դաշտում է պատերազմը, թե Բեզուխովի հոգու մեջ եւ մտքերի մեջ։ Այսինքն երբ ասում ենք պատերազմ, դա չի նշանակում պարտադիր զենքի, արյան, բախման
Պատերազմը հոգու մեջ է, Շեքսպիրի ամբողջ ողբերգություններում պատերազմել խաղաղություններ կերպարների ներսում է, կերպարների միկրոկոսմոսի, միկրոտիեզերքի մեջ է տեղի ունենում ամեն ինչ, եւ պատերազմը, եւ խաղաղությունը, եւ բախումը, այսինքն սրանք այնպիսի բարդ շերտեր են, որտեղ է սկսում պատերազմը, որտեղ է ավարտվում խաղաղությունը, ինչ է լավատեսությունը, ինչ է հոռետեսությունը, հոռետեսություն կա, որ շատ ավելի կարևոր է, քան հազարավոր մարդկանց լավատեսությունը, նայած ինչ որակ ունի լավատեսությունը եւ ինչի վրա է խարսխված լավատեսությունը։ Սրանք բարդ փիլիսոփայական, հոգեբանական, գեղագիտական ու գեղարվեստական խնդիրներ են, որտեղ պետությունը անելիք չունի։ Իմ խորին համոզմամբ պետությունը միջամտելու խնդիր պիտի չունենա եւ մենք ոչ թե պիտի գաղափարական բովանդակային նախագծեր շրջանառենք, այլ ավելի կառավարչական, կազմակերպչական, մենեջմենտին վերաբերող նախագծեր պիտի լինեն, ենթադրում եմ։ Տեսեք, մի շարք բնորոշիչներ օգտագործեցիք։ Ես կներեք 1000 ներողություն եմ խնդրում։ Ինչ վերաբերում է իրական Հայաստան այդ կոնցեպտին։ Վերջերս Արամ Խաչատրյան համերգասրահում մի շատ հուզիչ միջոցառում տեղի ունեցավ։ Մեզ հաջողվել էր կառավարության աջակցությամբ Վիեննայի աճուրներից մեկից ուրեմն դուրս բերել 13-14-րդ դարերի մի մեծադիր չափազանց արժեքավոր աստվածաբանական սկզբնաղբյուր Սարգիս Շնորհալու կաթողիկյա մեկնությունը, որի ընթացքում պարզեց, որ այդ ձեռագրի մեկ էջը պահպանվում է Մատենադարանում, որ 11 թվականին նվիրել էին Սանկտ Պետերբուրգում բնակվող մի հայ ընտանիք։ Եվ գաղափարը կառուցվեց հետևյալի շուրջ. եթե այդ մեկ թերթի թիկունքում կա պետություն, 400 թերթը կգա եւ կմիանա այդ պետությանը։ Այս սա եւ դրա մասին խոսեց նաեւ վարչապետը հանձնման արարողության ժամանակ, որ ինձ համար իրական Հայաստանի գեղագիտությունը ըստ էության այս արարողությունն է։ Կենտրոնացնել Հայաստանում, Հայաստանը իբրև մեր հոգևոր աշխարհագրության, մեր հոգևոր աշխարհասփյուռ ներկայության հավաքագրման եւ պահպանման միակ եւ բացառիկ երաշխավորը։ Այս է իմ պատկերացմամբ իրական Հայաստանի գեղագիտությունը։ Եթե այսպես ենք մոտենում, ես համաձայն եմ այդ գեղագիտության հետ։ Եթե դա գաղափարական եւ թեմատիկ թելադրանք է կամ պարտադրանք, ես դեմ եմ այդպիսի կոնցեպտի։ Բայց դրա հակառակ կողմն էլ կա։ Հիմա դուք հայկական սերիալներ նայում եք։ Չէ։ Ես ինչի էի ասում, այդքան բնորոշիչներ տվեցիք՝ գեղարվեստական, մշակութային, փիլիսոփայական, այ պատերազմը այնտեղ է։ Այ այնտեղ որ նայեք 1-2 սերիա թեկուզ, հա, կտեսնեք պատերազմը ինչ է։ Ինչ Բեզուխով, ինչ Հեմինգուեյ, այ այնտեղ է պատերազմը։ Որ պատերազմը ամեն օր մեր տուն է մտնում։ Մեր իմ չէ, էլի, մեր։ Բայց խնդիրը ավելի լուրջ է, որ մենք եթե մեր երեխաներին տալիս ենք կրթություն, մենք վստահ եմ յուրաքանչյուր հայ ծնող երազում է, որ իր երեխան լինի լավը, կատարյալը, ապահովված, անվտանգ եւ այլն, բայց միևնույն ժամանակ դիտում ենք անորակ սերիալներ տանը, խոսում ենք տան համար անվայել բառապաշարով, հայհոյում ենք էկրանին պատկերվող քաղաքական գործիչներին եւ այլն, այդ տնային միջավայրում փշրվում է այն կրթությունը, որը երեխաներն ստանում են տնից դուրս դպրոցում, մանկապարտեզում եւ այլն։ Ես դրա համար եմ ասում, ամեն ինչ սկիզբ է առնում մեկ մարդուց եւ ավարտվում է մեկ մարդով։ Այսինքն, եթե ես տանը որպես օրինակ ինձ ճիշտ եմ պահում, ես ակամա ապահովում եմ կրթության կարևոր բաղադրիչը։ Սեփական օրինակը կրթության, դաստիարակության լավագույն օրինակն է։ Եթե ես բանավոր դաստիարակության մեջ շատ գեղեցիկ խոսքերով, բայց կողքը տանը նույն վարքյանին անում եմ մի անվայել, այսպես բարեկրթության սահմանները հատող ինչ-որ մի արար կամ խոսք, երեխան չի հավատում այլևս այն ամենին, ինչ դու պատմում ես այդ հեքիաթները քիչ առաջ։ Չէ, մի մանկավարժ փիլիսոփաներից ով էր ասել, դրանով էլ ավարտեմ, ասում էր երբեք մի դաստիարակիր երեխային, դաստիարակիր ինքդ քեզ։ Հաստատ։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Մատենադարանի տնօրեն, հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։